Հարցս ուղղում եմ երկուսի տելով կպատասխանի վարչապետ Փաշինյանը քարոզարշավի ժամանակ նախընտրական հայտարարեց, որ Ալիևին պաշտոնապես հայտարարում եմ, որ որդուս կարող եմ հանձնել բոլոր գերիների դիմաց եւ այսօր Աղվան Վարդանյանը հիշեցնում է վարչապետին այդ խոսքերը, ասում է քեզ հանձնեիր գոնեի, որդուն չես հանձնել, քեզ հանձնեիր գերիների դիմաց։ Դուք տեղեկություններ ունեք, ինչու դա չի անում վարչապետը։ Շնորհակալություն։ Չգիտենք ինչ պատասխան ենք ձեր հարցին, անկեղծ, որտեվ ձեր հարցը չի տեղավորվում որևէ տրամաբանության մեջ։ Մենք խոսում ենք Հայաստանի Հանրապետության մասին, Հայաստանի Հանրապետությունից Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած պատերազմի արդյունքում գերեվարված մեր հայրենակիցների մասին, նրանց վերադարձի մասին եւ այդպես շարունակ դուք գալիս եք եւ ինչ որ կենցաղային մակարդակի, կենցաղային բնույթի հարց եք տալիս Դաշնակ Աղվան Վարդանյանի ինչ որ մտքի գոհարներն եք ստեղ ցիտում, փորձում եք որ մենք մեկնաբանենք, չենք մեկնաբանում Դաշնակ Աղվան Վարդանյանին։ Ուղղակի իսկապես այս ժանրը ես չեմ հասկանում, էլի, սա հարցու պատասխան է, թե ինչ որ, որովհետև ես կարծում եմ լրագրողները եւ ես էլ եմ եղել լրագրող, դա ֆիլտրման համակարգ է, հա, նաեւ լրագրությունը լսել եւ հետո հարցի կերպով ձևակերպել եւ արտահայտել։ Այդ ինչ որ լսում եւ այսինքն այդ հարցին դուք օրինակ ինչ եք պատասխանում, իմ պատասխանը որը պիտի լինի։ Ինչ որ ես լուրջ պիտի պատասխանեմ այդ հարցին, թե վարչապետ Փաշինյանը ինչու չի առաջարկում գերի ինքնել Ադրբեջանում։ Ասի ո՞նց եք պատկերացնում այդ հարցի պատասխանը։ Ես կասկածում եմ, ես խիստ կասկածում եմ ու ես հավատում եմ, որ դուք էլ եք հասկանում, որ անհեթեթություն է։ Եվ ես վախենում եմ, որ դուք ասում եք, որ դուք ձեր տված հարցին ունեք բազմաթիվ պատասխաններ, ես դες անկեղծ եմ ասում։ Անկեղծ եմ ասում, ես վախենում եմ, որ դուք ձեր տված հարցին ունեք բազմաթիվ պատասխաններ, որտեղ ձեր հարցը աբսուրդ է ուղղակի։ Շնորհակալություն։